Հունիսի 9-ն է, արդեն 1 ժամից ավելի է, Երևանի Դավիթ Անաղ այս զբոսայգում, որը դեռ սովետական տարիներից գործել է և երևանցիների համար եղել է ամենասիրված վայրերից մեկը, Քանաքեռ Զեյթունի թաղապետարանի մեծ թվով աշխատակիցներ, վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի գլխավորությամբ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի սանմաքրման վարչության մեծ թվով աշխատակիցներ, կամավորներ, հիմնականում այս այգուն հարակից շենքերի բնակիչներ միացել են և բարեկարգում ու մաքրում են այս հատվածը։ Նշված այգին դեռ սովետական տարիներից է եղել երևանցիների սիրելին ու սովետական ԽՍՀՄ փլուզումից հետո այն վերածվել էր մի իսկական խոզանոցի, չեմ ամաչում այդ բառը նշել, մի իսկական խոզանոցի, ինչ որ հայտնի ու անհայտ քաղաքական գործիչներ այս այգին իրենցով էին արել, նույնիսկ Արցախ բանկում էին գրավադրել ինձ հասած տեղեկություններով, որը հստակ հավաստի է, մի քանի միլիոն դուրս էին գրել, սակայն այգին չէր բարեկարգվում, այն չէր շահագործվում, ինչպես որ շահագործվել է սովետական տարիներին ու վերջին տարիներին կառավարության, Երևանի քաղաքապետարանի, Քանաքեռ Զեյթունի վարչական շրջանի ղեկավարի միջամտության շնորհիվ հասան նրան, որ այգին տեսնում եք, հիմնովին վերանորոգվում է, մի քանի տոննա շինարարական ու կենցաղային աղբ է հեռացվել, փոխվել են շատրվանների հիմնական ջրագծերը, հիմա տեսնում եք, սալիկապատվել է ու աշխատանքները երևի մինչև տարվա վերջ կավարտվի, ինչից հետո զբոսայգին նորից, ոնց որ ասում եմ, նորից կծնվի։ Այսօր էլ արդեն մի քանի բեռնատար աղբ է տեղափոխվում։ Որոշ կուզենայի, որպեսզի այսօր հենց հիմա այստեղ լինեին որոշ ճակերտավոր բլոգերներ, ովքեր փորձում են ծաղիկը ծաղկեփուն սարքել, միայն վատը ներկայացնելով, բայց որ այս այգին շնորհիվ կառավարության, Երևանի քաղաքապետարանի և Քանաքեռ Զեյթունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վերադարձվեց երևանցիներին, դա երևի իրենց չի հետաքրքրում, իրենց դա ձեռք չի տալի, մինչդեռ եթե օբյեկտիվ և արդար նյութ եք հրապարակում, կուզեի, որպեսզի այդ ճակերտավոր որոշ վայ բլոգերները այս պահին այստեղ լինեին։ Վարչական շրջանի ղեկավարը արդեն տեղում է, ես կուզեի, անկեղծ եմ ասում, կուզեի, որպես հիմա այստեղ լինեին այդ ճակերտավոր վայ բլոգերները, ովքեր որ կուրս ծեծելով անպագորգոր հայտարարություններ են անում, մինչդեռ հիմա եթե այստեղ լինեին, գուցե իրենց կարծիքը փոխեն, որ սխալ տեղեկություններ են անընդհատ հրապարակում։ Եղել են տեղեկություններ, որ շատ ճիշտ, ազնիվ պայքար է, բայց կան, որ քամի են։
հա թե աշխատողներից։ Ժողովուրդ։ Բայց Բալի ժողովուրդ ջան։ Ուրա վերջը տան ժողովրդին էլ է էսի։ Չէ։ Ինչպես։ Հիմա որ սարկվի ոնց է սովետի ժամանակ էր էլի։ Բա սովետին անուն էին դնում, բա սովետը sense կպահեր։ Թորնիկներին, չէ։ Բայց տեսնում եք, քանի բեռնատար աղբ են տանում։ Հələ դեռ կտանեն։ Այն էլ շների համար է, չէ՞, այդ շների համար էլ, որտեղ հա Մի խոսքով ձեր սրտով է էլի։ Իմը հաստատ իմ սրտով է, որ գոնե կարծան հետ բերեն էլի։ Գրավ են դրել, դուք տեղյակ եք, որ էսի քանի միլիոնով գրավ են դրել։ Գիտեմ այդ տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ շատ լավ։ Հիմա պետական նյութերով հույս ունեն, որ շատ լավ։ Շատ շուտ կկառուցեն, այդ փողոցներին կբերեն։ Սիրուն էր, չեն վաղ, չէ։ Սարքել են ֆանտաների բոլոր ջրախողովակները, բան, սա հիմնովին փոխվել է, ոչ թե վերանորոգվել, այլ փոխվել է։ Երկար կյանք ունեն արեցի կառուցողություն։ Այս սաղ սարքվելու է։
Ոնց ալը մամի, բան։ Եղել է էլ ինչ լինի։ Ասա սովետի ժամանակ տեսել եմ այս այգին ինչ լավ էր։ Սովետից հետո քանի միլիոններով գրավ դրին, որը սուտի քաղաքական գործիչներ։ Հույսեր ունենք, որ շատ լավ կառուցվելու է։ Միանշանակ շատ լավ այգի ենք ունենալու ու մեր ժողովրդի համար է ծառայելու, ոչ թե Գամ գազել բոկտես։ Այդ պատերի հենաց, Ինչ կա Սոֆի Լորեն։ Ահա։ Սոֆի Լորենն է, չէ։ Չէ, Սոֆի Լորենն է։ Ով ուզում է ալնի, մերի տան աղդի, մեր ընկերն է։
Պատկեր, ես արդեն մաքուր կգաս մաքուր այգի։ Չէ։ Հա։